Մեր երկրում առաջին անգամ ներդրվել ու արդեն իսկ հաջողությամբ իրականացվում է կրծքագեղձի բիոպսիա MRT հսկողությամբ։ Այն եզակի է տարածաշրջանում։ Բժիշկը բացատրում է, կիրառվում է արդեն ախտորոշված այն գոյացությունների ու փոփոխությունների նմուշարման դեպքում, որոնց վիզուալիզացիան հնարավոր է իրականացնել միայն MRT-ով։ 9 մմ-անոց օջախը կասկած է իրանից ներկայացրել, որոշել են կատարել MRT հսկողության բիոպսիա։ Եվ MRT հսկողության բիոպսիայի արդյունքում ախտորոշվել է պացիենտի մոտ զրոյական փուլի կրծքագեղձի քաղցկեղ, որը իրանից որևէ վտանգավորություն չի ներկայացնում պացիենտի կյանքի համար եւ պացիենտի բուժումը եւ մնացած բոլոր process-ները կգնա մի քանի անգամ ավելի հարթ եւ հեշտ, քան երբ որ ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ։ Կրծքագեղձի առաջնային քննության համար հիմնական եւ պարտադիր մեթոդներ են մամոգրաֆիան եւ սոնոգրաֆիան։ MRT հետազոտությանը դիմում են այն դեպքում, երբ ավանդական եղանակներով հայտնաբերված գոյացության բնույթը հնարավոր չէ հստակեցնել, կամ երբ առկա են հատուկ բժշկական ցուցումներ։ Բիոպսիան MRT հսկողությամբ նախատեսված է բուժառուների նեղ խմբի համար։ Անհրաժեշտությունը որոշում է բացառապես ուղղորդող բժիշկը։ Այժմ այս մեթոդը ներդնելով Հայաստանում միանշանակ վստահ կարող ենք ասել, որ ամբողջությամբ կրծքագեղձի ռադիոլոգիական թե ախտորոշման, թե նմուշարման հնարավորության ցիկլը ամբողջությամբ փակված է։ Այսինքն մենք կոնկրետ չունենք այլ բաց տեղ, որպեսզի վստահ ասենք տվյալ հանգուցային գոյացությունը ուռուցքային է թե ոչ ուռուցքային։ Տալիս է իդեալական հնարավորություն վերցնել նմուշարում։ Ու ամենակարևորը ինքը հանդիսանում է նաև ոչ ճառագայթային մեթոդ MRT-ն։ Բիոպսիան MRT հսկողությամբ իրականացվում է տեղային անզգայացմամբ։ Բիոպսիան իրականացվում է փորին պարկած դիրքով։ Ինքը ցավոտ պրոցեդուրա չի, ուղղակի պացիենտը զգում է այդ ասեղի կպնելը գործողության ընթացքը ամբողջ կարող է 20 րոպեից մինչև 40 րոպե։ Պատասխանը 3 օրից մինչև 1 շաբաթ։ Եթե ռադիոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է կասկածելի գոյացություն, նշանակվում է բիոպսիա ուռուցքի բնույթը, տեսակն ու ագրեսիվության աստիճանը պարզելու համար, ապա բժիշկների հորդորն է չվախենալ ու չխուսափել։ Եթե գոյացությունը բիոպսիային կարելի է այնտեղ կա բարվորակ, կյանքի որևէ մի փուլում մեր բիոպսիան չի կարող բարվորակ գոյացությունը վերածել քաղցկեղի։ Կամ բիոպսիային կարելի է այնտեղ եկել է կրծքագեղձի քաղցկեղ, երբեք մեր բիոպսիան չի կարող կրծքագեղձի քաղցկեղը ավելի ագրեսիվացնել, ոնց որ ժողովուրդը հաճախ դրա մասին խոսում է։ Կրծքագեղձի խնդիրների դեպքում հետաձգել պետք չէ։ Յուրաքանչյուր կանխարգելիչ հետազոտություն նպաստում է ժամանակին բարդություններից խուսափելուն։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։